Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս էլի ժողովուրդ, այսօր ապրիլի 21-ն է, Միացյալ Նահանգներում տեղական ժամանակով ժամը 8:45 րոպե։ Սա բացառիկ ելույթներից մեկն է, որովհետև նորից, որ ասում է կուլտուրականնի ենք։ Ուրեմն նայեք, մենք ժողովուրդը եւ առասարակ բոլորս բավականին հաճախակի ականատես ենք եղել եւ ականատես ենք լինում, որ նայում ես սենց բոյով, բուսաթով, ջանով, մուսկուլնիով, ասում ես երն է քո տիրոջը, էլի, ես ինչ լավ սպորտսմեն է, ես ինչ լավ տղա է, խոսք Արտուր Աբրահամի մասին է, տղա է, բանից, առաջին հայացքից, բայց երբ որ հետո ուսումնասիրում ես տվյալ մարդու կերպարը, ընկեր Արտուր Աբրահամի, նմանների, դու ապրում ես խորը հիասթափուց, գիտեք ինչի է, նման է, որ փողոցով կամ բանով, ծովի ափով քայլում ես, մեկ էլ պլաժի են ավազների մեջ, տենում ես մի հատ փայլուն բան, քեզ թվում է դա ոսկի է, ձևը սկսում ես ավազից հանում, տենում ես, որ ճիշտ փայլուն է, բայց ինքը ոսկի չի, просто դեղին ժեշտի կտոր է, ասում է, не все то золото, что блестит։ Ուրեմն Արտուր Աբրահամ, ես ուզում եմ հրապարակայնորեն քո հոգեպես պուտանկի աչոտը տամ, որովհետև Վարդան Ղուկասյանը, հիմա ես միանշանակ համոզված եմ, որ դու քո կողիններին ասում ես, ադև սենցնեն սրա ոնց պետք է լսել, ես բոքսի չեմպիոն եմ ենիովա եւ այլն, բայց դու պուտանկից բեթար ես, տղա ջան, պուտանկից։ Պուտանկեն պրոստիտուտկա, պովիա, որը որ կանգնում է ծերեթելի, դու գնում ես իա հետ, դու, այսինքն հաճախորդը, գնում է պուտանկի մոտ, բանակցում է պուտանկի հետ, ասում է $100 առանց մինետ, ասում է չէ, ես մինետով եմ ուզում խոսքի, չէ, կլիենտը, սկսում են գին բարձրացնել, գին իջացնել, պուտանկին համաձայնվում է, կամ չի համաձայնվում, ասում է պլուսան, այս հոթելը պիտի տանք, այս մոթելը պիտի, այսինքն բազար տանող, առևտուր տանողը պուտանկեն է, եւ հետո պուտանկեն Մամնավաճառությունը դա աշխարհի ամենահին առաջին մասնագիտությունն է, որը նաև ինչու ոչ հարգի է, որովհետև դա միակ բիզնեսն է, որը որ ապրանքը վաճառում ես, բայց ապրանքը մնում է քո մոտ, քո վրա, չի թվում կլիենտին։ Այսինքն դա ցանկացած բիզնես, որը որ կա երկիր մոլորակի վրա, կլիենտային ձեռքաբերը, դա լինի, դաժե ինտերնետը կապած ձեռքբերում աշխատում է, հա, բայց պուտանկին իա դլոն մնում է իա վրա, չի հետում դիմացին, ինքը դրանը փող աշխատում, դու դրանից բեթար ես, հիմա քո կողինները, որոնք ես շրջապատում են կասեն, աչոտ դուր, ուբիդիտ արա, ես հիմա քեզ ուբիդիտ կանեմ, ուրեմն լսի, ով եկավ իշխանության, տղա ջան, դու, որը որ սպորտսմեն, դու աշխարհահռչակ, դու ինքը ձեռնամուխ եղար վազել պահկել տվյալ իշխանության տակը, լավ տակը, սեռական հարաբերության մեջ գոյություն ունի նման ակտ, որի ժամանակ պասիվ կողմը պահկում է լավ տակը իա եղած չեղածով, բայց սեռական հարաբերության ժամանակ ակտիվ կողմը պասիվ կողմին հրավիրում է իա տակը, դու ինքդ ես վազը մտնում տվյալ իշխանության տակը, որ այդ իշխանությունը գոնե իա ինչ որ մի մարմնի մասով կպնի քեզ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ես, Ռոբերտ Քոչարյանի իշխանության չես, դու Ռոբերտ Քոչարյանի մարմնի բարեմասություններն ես լպստում։ Նույն ձև լպստել է Սերժ Սարգսյանինը, տարբեր ձևերով։ Հիմա Նիկոլինը տարբեր ձևերով, հիմա կասեք տես բան չի եղի, իմ ես խոսքից անմիջապես հետո մեկը դնեք ձայնագրություն, քո վիդեո ձայնագրություն, աուդիո ձայնագրությունը, որտեղ որ դու գովաբանում ես Ռոբերտ Քոչարյանին։ Սերժ Սարգսյանինը չունենք, բայց փաստերը բազմաթիվ են, թե դու ինչպես ես գովաբանել Սերժ Սարգսյանին։ Ցավոք սրտի իմ ձեռքերից ապացույց չկա, հուսով եմ իմ ադմիններից մեկը հալբակ մի տեղից մի բան կճարի, կհանի ցույց կտա ժողովրդին։ Հիմա Նիկոլ Փաշինյանին Դրանք բոլորը, այդ Ռոբիկ Սերժիկ Նիկոլ, դրանք տարբեր տիպի յազմիս են ուտում, բայց իտոքում երեքն էլ միասին ավիրեցին Հայաստանի Հանրապետությունը։ Ավիրեցին, քայքայեցին, բլին, Ղարաբաղ տվին,
150,000 օկուշնին տաքսական, արգելում են Արցախ բառն ասել, եւ այլն եւ այլն։ Դու չգիտեմ ինչի համար, ինչ դպրոց է քեզ տվել Նիկոլ Փաշինյանը։ Տղա ջան, դու միլիարդեր ունես, դու քեզով չեր կա դպրոցացել կամ որ մի բարերարին գնայր տղավարի նստեիր դիմիշ, այդ բարերը քեզ մի հատ դպրոց չտար բոքսի։ Այդ երեխեքը հիմա քեզից ինչ պիտի սովորեն։ Քո աշակերտնիքը, քո մարզիկները քեզից ինչ պիտի սովորեն։ Որ ինչ իշխանություն կա, վազեն մտեն այդ իշխանության տակը, այդ իշխանության հետանցքը, ամորզապարկը լպստեն, որ այդ իշխանությունը ինչ-որ մի հատ թուլապայ ուշադրություն արժանացնի իրանց, այդ պիտի սովորեն այդ երեխեքը։ Արմալի այդ երեխեքի սովորելը։ Դու առաջինը միջև սպորտսմեն լինելը դու քաղաքացի ես։ Դու պիտի ունենաս քո քաղաքացիական դիրքորոշումը։ Տղա ջան, ընկեր Արթուր Աբրահամ, բայց դու քաղաքացիական դիրքորոշում չունես։ Ով իշխանությանը դու վազում չոքում ես դեմ, ասում ես բիբերանս։ Պուտանկեն ինչ-որ մի բան ուզում է, բանակ ցմակոն է նոր ավեկալն բերանը։ Դու միանգամից լաբավո, ուղիղ, պրամո, ոչեցան ոչենյալ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը, հիմա շիրուսը չի։ Բայց Ռոբերտ Քոչարյանի կողիները, որ հիմա հանեն միզեն վրետ, լավ կանեն, Սերժ Սարգսյանի կողինները, որ հանեն միզեն վրետ, լավ կանեն, էդի կոչվում է զալատոյ դոշտ, լավ կանեն, Նիկոլականերն է դե բնականաբար կանեն ու կանեն, դու չես աման, ես այդ դպրոցը քո ձեռից առնելու եմ, հիմիկ մանից քեզ ասում եմ, դու այդ դպրոցը չի փակվելու, դու որպես մարզիկ չպիտի մարզես այդ երեխեքին, որովհետև դու խայտարակություն ես, առաջինը սպորտսմենը պիտի սովորի հոգեբանական կարողություն, հասկանում եք, դուխ պիտի ունենա, դուխ, դիրքորոշում պիտի ունենա, ես տեղ ենքան մարդ եմ տեսել ես բանտում ինձանից ուժեղ, ինձանից հզոր, մուսկումիով եւ այլն, բայց 30 օր չեն դիմացել այս բանտի պայմաններին, 30 օր լացակում է, ամեն օր լացել են, չգիտեմ, ինքնավնասում են փորձաններ եւ հրաժարվել են բոլոր դատական նիստից ամեն ինչից, մեզ հնարավորինս արագ դեպորտարեք Ուգանդա կանեք, Մեխիկո կանեք, մենակ շուտ դուրս գան, բայց ես իմ չոդեհալով իմ վեճը չի, սրանք ըզի ծափահարություններով են դիմավորում ու ճապուտում եմ, 14 ամիսը թմավ, որ ես ստեղ եմ, բայց իմ տանձին չի, դու ստեղելներ, հիմա ես չգիտեմ ցանկացած թղթի տակ կստորագրեիս, մենակ թե մի վարքյան շուտ ստեղից պրծնեիս, բայց իմ ոտերը կերել ինես, բոզի տղեկը թե ցանկացած թղթի տակ կստորագրեմ, լսում ես, իմ էությունը, դու որովդ էլ բոմ կցես, դու Վարդա Ղուկասյանի, դուխի կեսի, մեկ 10-րդ հականներ չես կարետ ունենաս, դու ինչ դասավանդ ես այդ երեխեքին, ինչ քեզանից է սովորեն, մի գուցե, այո, տանձիկ խփելը շատ լավ կսովորեն, բայց եթե սպորտսմենը չունեցավ դուխ, մեռնի ձեզ սպորտսմենը, մեր հարևան Զոյա ասաց լակերով ունի տակաղը մտի, դու փուսի ես, փուսի տոն, անգլերեն բառա, փուսի թող խփեն տենան ինչա նշանական փուսի, հասկանում ես, մեկը սիսի, դու փուսի, ամոթ հայ տղան, մեկ Ռոբի Կեսկովը, մեկ Սերժի Կեսկովը, մենակ ես վիզոն անմիջապես իմ ետից հետո մենք կտնենք, որ մեկը չասի լկտի սուտով, պրոստը Սերժիը չկտակ, բայց ես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, թե և Ռոբերտ Քոչարյան ծառայել եմ ռազմական ոստիկանությունում, ինչու չնայվեն վետև լսել ենք, որ ինչ տիպես լպստամ այդ մարդում, ամոթ հա, վերջապես դու կամ իշխանություն, որին ոտեմ ես, թե ով գալիս է իշխանություն, դու դրան կողմ ես, վաղը ես եկա, պիտի կաս ինձ էլ լպստես, դու իմ ճաշնակով չես, տղա ջան, դու նախ պիտի զրկվես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և վտարվես Հայաստանի Հանրապետությունից, ես դա քեզ խոստանում եմ, դու քո նման հայը իրավունք չունի, ապրի Հայաստանի Հանրապետություն, դու հայ չես, դու Աբրահամ, դու Աբրահամյան չես, շատ ճիշտ ես վարի, որ ես ազգանունի վերջի յանը հանել ես, Պրոստը մենք չենք հասկացել, թե դուք ես հանել, որովհետև հայը չի կարող ասել, չի կարող համաձայնվել մի մարդու հետ, որ ասում Արցախը մերը չի։ Եվ որոշակի մարդկային վիժվասներ, որոնք ասում են Արցախը մերը չի, այդ տավարածիներին, ուզում եմ ասեմ, բացեք պատմության դասագիրքը, ցանկացած երկրի, եւ տեսեք Արցախը երբ անցել Ադրբեջանի կազմ մտնել որպես ինքնավար մարդ, 20-21 թվին։ Իսկ ինչև է տունն ա եղել։ Հայերինը։
Իսկ ավելի պատմության խորքը որ գնում ենք, ռուսական կայսրության տարածքում է եղել։ Ավելի խորը որ գնում ենք, պարսիկների կայսրության տարածքում է եղել։ Երկրորդ շարունակ Ադրբեջան պետություն չի եղել քարտեզի վրա, չի եղել։ Եվ որոնք որ ասում են դա ադրբեջանցիներն է եղել, դրանք տարական կրթություն չունեցող անբարոյականի զավակներ են թերքահպատակ, որովհետև Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել։ Երբեք Հայաստան եղել է, Ուրարտու պետություն եղել է, Վանի թագավորություն եղել է, բայց Ադրբեջան կամ որևիցե դրան մոտ տերմինոլոգիա չի եղել։ Եվ քո նմանը Ղարաբաղը տվողին 5000 մատաղ, 5000 զինվորի մատաղանողին չգիտեմ, սազը առել է Մուտբախչեն սազով, Քեզգովին սազով, Յարիլքի մազով։ Գնա խոտքեր մեռի։ Դու ես ուղղակի զարմանում եմ Չարբախի տղեկի վրա, որ քո հետ տալը մառնում են։ Ես ինչ չարում են, ամոթա տղա ջան, ամոթա։ Վեշերդ հավքի Չամադան, վокзал, նախույր։ Գնա ոչ երկիր ուզում ես ապրել։ Մինչև իմ գալը։ Մի ամիս ու քեզ ժամանակ ունես։ Հավաքի վեշերդ գնա։ Ռոբերտ Քոչարյանն էլ թքի երեսից։ Սերժ Սարգսյանն էլ թքի երեսից։ Դե Սերիսան չի էսի դրան ասանք, էդ էլ թքի երեսից։ Որովհետև եթե սա ինքնասիրություն է, պիտի ասել տղա ջան, Ռոբիկ Երգովым, Սերժիկ Երգովым, հիմա ինձ ես գով։ Դու պրոստիտուտկից բեթար ես։ Բեթար։ Հարամլնի այդ անունը, հարամլնի այդ կապուտ անձնագիրը, հարամլնի այն բոլոր են գովասանքի խոսքերը, այն բաժակաճառերը, կենասները, որ հնչել են քո համար, այդ սա հարամլնի։ Ինչ են ասում դրան։ Հարամ չեմ ասում։ Հարամլնի։ Դու մարդ կոչվելու իրավունք չունես, որովհետև դու քաղաքացիական դիրքորոշում չունես։ Դու բնակալեզ ես։ Դու հետ անցք ծծող ես, ռինեչիկ։ Այժմ և մի շավետանս ավետենից ամեն։ Ես էլ ապացուցը ծո ժողովը լսի, որ չասեն Վարդան Ղուկասյանը խապհմա։ Մի հանկարծ մի հատ անբարոյական զավակ չեղնի ասի, լկտի սուտա, դրեք թոյտա, տարածեք, հարգակներով ամենայն հայոց դոք։ Հարգելի պարոն Քոչարյան, սրտան շնորհավորում եմ ձեր ծննդյան 65-ամյակը, ցանկանում եմ առողջություն, երջանկություն, շուտ ազատում, ձեր գործերին հաջողություն։ Թող ձեր սրտով ձեզ տա, ես ձեզ շատ սիրում, հարգում եմ, ջերմ բարևներ Սանկտ Պետերբուրգից, հաջողություն ձեզ։ Համար ձեզ բոլորը սիրում, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել, մեր մոտ լուրջ անկեղծ եմ ասում, 70 չեմ ասում 100%, բայց 70-80% այստեղ ձեզ սիրում են, նամանավանդ որ դպրոցը կառուցում ենք, ժողովուրդը չեք պատկերացնում ձեզ ինչպես են անկեղծ գնահատում, ես անկեղծ եմ ասում, գնահատում եմ ահավոր ձեզ։